օրենքները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, հետադարձ ուժ չունեն։ Մենք շատ հստակ մեր դիմումում ցույց էինք տվել, որ օրենքը հետադարձ ուժ ունի, նոր պարտավորություններ է դնում մարդկանց վրա, որտեղ պարտավորություն է, որ նրանք ապացուցեն իրենց գույքի օրինականություն եւ պարտավորություն են նրանց, որպեսզի նրանք պահպանեին այն ապացույցները, այն գույքի հետ կապված ապացույցները, որոնք նրանք ձեռք են բերել մինչև օրենքի ընդունումը։ Այսինքն, մեր կարծիքով, եթե ապագայի համար կարելի է նման պահանջ դնել, ապա նախկինում ձեռք բերված գույքի հետ կապված նման պահանջ դնելը դա նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, ես կառաջարկեի մի պահ պատկերացնեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե դուք չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի եւ ձեզանից պետք է վերցվեն։ Այդ պատկերացրեք մի պահ այդպիսի անհեթեթ օրենք է։ Եթե այդ օրենքը ընդունվի, ապա բնական է, որ հետագայում դուք եւ չեկերը կպահպանեք, նվեր ստանալուց էլ մի հատ էլ գրավոր պայմանագիր կստորագրեք, հավանաբար մի հատ էլ նոտարի մոտ գնաք։ Բայց եթե խոսքը վերաբերվի այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար գրեթե բոլորդ կհայտնվեք մերկ վիճակում, որովհետև որևէ մեկի մտքով չէր անցել, որ պետք է պահի, ենթադրենք, անցյալ տարի ձեռք բերված շորերի չեկը։ Այս օրենքը նմանատիպ դրույթ է պարունակում այլ գույքի հետ կապված։ Եվ ամենացավալին այն է, որ մեր այս փաստարկը սահմանադրական դատարանը դրան շատ տարօրինակ ձևով անդրադարձ կատարեց։ Սահմանադրական դատարանը նենգափոխեց մեր փաստարկը։ Մեր փաստարկի փոխարեն այն փոխարինեց, կարծես թե մենք ասում էինք, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր, իսկ հիմա ուրեմն դուք հարցականի տակ եք դնում, դրա համար հետադարձություն չունի, նման բան մեր դիմումը չէր պարունակում, բայց սահմանադրական դատարանը հորինեց, իբրև թե մենք նման պնդում ենք արել եւ հետո հերոսաբար պայքարեց իր իսկ հորինած, բայց մեզ վերագրած դիրքորոշմանը եւ հաջողությամբ հաղթահարեց այն։ Մի քանի կարևոր դիտարկում ունեմ անելու արդար դատաքննության հետ կապված։ Բանն այն է, որ օրենքը պահանջում է, որ անձը պետք է ապացուցի, որ իր գույքը նախկինում ձեռք բերված օրինական եկամուտներով է ձեռք բերվել։ Բայց շատ հաճախ, հատկապես երբ խոսքը վերաբերում է պետական պաշտոնյաներին, այդ ապացույցները այդ պաշտոնյաների մոտ չեն։ Նրանք գտնվում են պետության ձեռքում։ Իսկ այսօր մենք բախվել ենք շատ հետաքրքիր մի իրավիճակի, երբ պետությունը այդ ապացույցները ոչնչացրել է։ Եվ ոչնչացրել է շատ օրինական կարգով, որտեղ նրանց պահպանման ժամկետն է լրացել։ Կամ պարզապես կորցրել է պետությունը, որտեղ պատշաճ ձևով ենթադրենք 90-ական, 2000-ական թվականներին այն չի պահվել։ Օրինակ, անհատական եկամտային հարկի հաշվարկները Պեկում դուք կգտնեք միայն 2013 թվականից։ Հիմա պատկերացրեք այն մարդու վիճակը, որը պարտավոր է ինչ-որ մի բան ապացուցել, այդ ապացույցները գտնվում էին պետության ձեռքում, բայց պետության մեղքով նրանք անհետացել են։ Զրկանքները պետք է կրի այդ մարդը։ Եվ սա իսկապես մեր կարծիքով արդար դատաքննության իրավունքի կողմնակույն խախտում է։ Մեկ այլ կարևոր հարցադրում, որ մենք արել էինք մեր դիմումում, որին դարձյալ սահմանադրական դատարանը չի անդրադարձել, դա հետևյալն է։ Որոնք են այն հիմքերը, որով պաշտոնատար անձի նկատմամբ պետք է սկսվի նման վարույթ։ Բանն այն է, որ օրենքում բացարձակապես որևէ հիմք հիշատակված չէ։ Անգամ որևէ իրավախախտման կասկածի մասին խոսք չի գնում։ Ինչը նշանակում է, որ ազգային անվտանգության ծառայությունը իրավունք ունի առանց որևէ հիմքի սկսել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ նախկին կամ ներկա օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ օրենքը կամայականորեն կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք հենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մեկ այլ լուրջ խնդրի մասին կուզենայի խոսել։ Խոսքը վերաբերում է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը։ Ինչ էինք մենք պնդում։
Մենք պնդում ենք այն, որ ուսումնասիրությունը սկսելու պահից անձը եւ իր ամբողջ ընտանիքը հայտնվում են շատ իրավական խոցելի իրավիճակում։ Ամբողջ ուսումնասիրության ընթացքում, որը իրականացվում է գաղտնի, անձի նկատմամբ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ ոչ միայն անձի նկատմամբ, իր հարազատների, ոչ միայն ընտանիքի նկատմամբ, իր մերձավորների, գործընկերների, բիզնես գործընկերների, նրանց բոլորի նկատմամբ իրականացվում են միջոցառումներ, որոնք թույլ են տալիս վերհանել իրենց անձնական եւ ընտանեկան գաղտնիքները, բանկային գաղտնիքը, նոտարական գաղտնիքը եւ այլն։ Այս պայմաններում մենք պնդում ենք, որ մարդը պետք է հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկելու այդ ուսումնասիրություն սկսելը, եթե նա համարում է, որ ուսումնասիրությունը ապօրինի է սկսվել։ Սահմանադրական դատարանը տարօրինակորեն համարեց, որ ուսումնասիրություն սկսելը չի կարող համարվել մարդու իրավունքների վրա ազդող որոշում, մեջբերեցի։ Շատ տարօրինակ մոտեցում է, բնականաբար այդ մոտեցումը ընդհանրապես կենսունակ չի եւ միեդում մարդու իրավունքների եվրոպական դատարանը տասնյակ գործերով ստանդարտը սահմանել է, բայց մենք ունենք ինչ ունենք։ Մեկ այլ կարևոր հարց ենք բարձրացրել։ Այն, որ ուսումնասիրությունները կարող են տարածվել մինչև 1991 թվականը։ Ես նայում եմ ձեզ եւ հասկանում եմ, որ ձեզանից շատերը միգուցե անգամ ծնվել են 1991 թվականից հետո։ Եվ իսկապես միգուցե ձեզ համար շատ տարօրինակ է հնչում, բայց 91 թվականին խորհրդային միության փլուզումից հետո փաստաթղթաշրջանառության նկատմամբ պահանջները բացարձակապես այնպիսին չէին, ինչպես այսօր։ Կար վիթխարի գերակշռող ստվերային տնտեսություն եւ կար հիպերինֆլյացիա։ Այդ պայմաններում շատ հաճախ երբ մարդու վրա մենք դնում ենք խնդիր, որպեսզի նա ապացուցի 91 թվականից հետո ինչ միջոցներով է նա կարողացել այս կամ այն գույքը ձեռք բերել, մենք պրակտիկորեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված շատ հաճախ անձանց վրա դնում ենք անլուծելի խնդիր։ Սահմանադրական դատարանը այս անգամ էլ ընտրեց լռության տակտիկան։ Հաջորդ հարցը, որ բարձրացրել էինք, դա կողմերի անհավասարությունը եւ մրցակցության սկզբունքի խախտումը։ Ինչ ունենք իրականում։ Իրականում ունենք հետեւյալ իրավիճակը։ Դատախազությունը օժտված է վիթխարի լիազորություններով։ Այն իրավունք ունի հանձնարարելու անձի նկատմամբ եւ իր մերձավորների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում, այն իրավունք ունի պետական բյուջեի միջոցներով պատվիրել տարբեր փորձաքննություններ, այն կարող է օգտվել պետական հարկադրանքի բոլոր միջոցներից։ Իսկ փաստաբանը նման գործիք չունի։ Զավեշտալիորեն Սահմանադրական դատարանը ասաց, չէ, սա քանի որ քաղաքացիական դատավարություն է, դուք փաստացի նույն հավասար դիրքերում եք գտնվում, երբ պարզ է, որ դա այդպես չէ։ Իդեպ, քրեական գործերով էլ այդպես չէ, դատախազը ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, բայց քրեական դատավարության շրջանակներում սա հարցը մեղմում է նրանով, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Այս գործում չկա անմեղության կանխավարկած, գործում է հակառակ կանխավարկածը։ Մեղավորության կանխավարկածը, գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Այսինքն եւ դատախազության լիազորություններն են շատ ուռճացված եւ միաժամանակ գործում է այս կանխավարկածը։ Եթե սրան ավելացնենք մի փաստ եւս, որ ստանալով ուսումնասիրության դատախազության 3 տարվա աշխատանքի արդյունքը անձը ունի օրենքով սահմանված ընդամենը 1 ամսյա ժամկետ դիրքորոշում արտահայտելու համար, պարզ է դառնում, որ այստեղ հավասարությունը իսկապես խախտված է։ Սա այլ կերպ քան զավեշտալի չեմ կարող անվանել, ներողություն եմ խնդրում, որ այդպիսի տերմին եմ օգտագործում սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, բայց սահմանադրական դատարանը նշել է հետևյալը, որ այդ դատախազությունն է, որ խեղճերը ստիպված 3 տարի այդ տեղեկատվությունը հավաքում են, անձը լավ էլ գիտի, թե այդ ինչ էին հավաքել։ Շատ նման է, որ քրեական գործով մենք մեղադրանքը, երբ քրեական գործը ավարտվի, մեղադրալին հանձնենք մի 2 ժամով, ասենք մի հատ արագ նայի, դու ինքդ էլ լավ գիտես ինչ հանցագործություններ ես կատարել։ Սա իսկապես սահմանադրական դատարանին չզող եզրահանգում էր։ Ասեմ, որ կան բազմաթիվ այլ հարցադրումներ, ժամանակի սովորությունը թույլ չի տալիս ինձ անդրադարձ կատարելու դրանց, չնայած դրանք եւս շատ կարեւոր են,
Բայց ես կուզենամ անդրադառնալ մեկ այլ տիպի խախտումներին, խախտումներ, որոնք թույլ է տվել հենց ինքը սահմանադրական դատարանը եւ խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները։ Մեր դիմումը սահմանադրական դատարան մենք ներկայացրել էինք 21 թվականին, նոյեմբեր ամսին։ Անցել է 3.5 տարի։ Օրենքը ունի հստակ դրույթ, քանի ամսում կարող է սահմանադրական դատարանը քննել այդ հարցը։ Որպես կանոն 6 ամսում, բայց սահմանադրական դատարանը իրավունք ունի երկարաձգել եւս 3 ամսով, այսինքն 9 ամիս ստացվեց։ Օրենքը նաև հնարավորություն է ընձեռել սահմանադրական դատարանին կասեցնելու վարույթը, եթե օրինակ եւ իրենք օգտվեցին 2 անգամ այդ հնարավորությունից, կասեցեցին վարույթը, դիմելով Վենետիկի հանձնաժողով, հետագայում նաև դատախազություն, բայց դատախազությունից պատասխանը ստացել են 23 թվականի օգոստոս ամսին։ Ու ոչ մի շարժ։ Եթե նայեք կասեցման որոշումը այնտեղ գրված է, կասեցնել մինչև դատախազությունից պատասխանը ստանալը։ Սահմանադրական դատարանը խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը, կասեցման ողջ ժամանակահատվածը 2-ից ավելի տարի ցուցաբերելով անգործություն։ Սա ինքնին արդեն լուրջ իրավական խախտում է, բայց բացի այդ կա մեկ այլ ոչ պակաս կարևոր խախտում։ Ես ուղղակի կմեջբերեմ օրենքից։ Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այդպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատարանը դա չարեց։ Նա ստացավ նյութեր դատախազությունից, նա ստացավ նյութեր դատարաններից եւ վերջին օրը որոշեց դրանք հետ վերադարձնել չհամարելով գործի նյութեր։ Շատերի մոտ իհարկե հարց կծագի, թե ինչու այդպես արեց սահմանադրական դատարանը, ինչու այդ օրենքի շատ հստակ պահանջը անտեսեց։ Մենք մեր դիմումում շատ չէինք կարող դրանց վրա հղում անել, որտեղ 21 թվականի նոյեմբերին դեռևս դատական պրակտիկա չկար։ Բայց հիմա կար եւ սահմանադրական դատարանը դա ստացել էր։ Կարծում եմ պատասխանը շատ պարզ է։ Եթե անդրադառնային դատական պրակտիկային, այլ երկ չունեին, քան Տոդորովի գործի ստանդարտները կիրառել իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ եւ համարել իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական։ Իսկ այսպես շատ տարօրինակ որոշում կայացեց, ամեն ինչը սահմանադրական է, եթե այսպես մեկնաբանվի, այսինքն հարցը թողեցին դատախազության դաշտում, որ դատախազությունը պատշաճ իրավագիտակցություն ցուցաբերի եւ կարողանա ճիշտ կատարել սահմանադրական դատարանի որոշումը։ Սա կարծում եմ սահմանադրական դատարանի երկրորդ կոպիտ սխալն էր։